35 նռնակ նետած Նիկոլը, որը ազգային ժողովի հայաթում կանգնացրել էր հատուկ ջոկատայինների, որ այն ազգային ժողովն է, որ պետք է տենց բոլորի այգին լիներ, պետք է բաց լներ, բերել են հենց հակատանկային միջոցներ են շարել այդ ամբողջ դարպասների երկայնքով, որ պատկերացներ ու տեսել եք ոնց են ամրացրել այդ դարպասները։ Տեսել եմ, քանի տեղի սվարկա են արել, սուպերկլեոն կպցրել։ Չգիտեմ, եսի ինչերը տարան են վերել դրել, հակատարանային բան են դրել։ Վախից հա։ Ու կանգնացնում է այդ բոլ ժողովրդի այգուց, ժողովրդի վրա 35 նռնակ նետող ինչ որ անհասկանալի, չգիտես ինչ ծագում ունեցող դեմքերի, բա հեշտ չի լինելու։ Այո, ես ցավում եմ, բայց այդպես է, չէ՞, ահաբեկիչներին էլ վնասազերծելուց ոչ մեկ քեզ չի երաշխավորում, որ դու անվնաս ես մնալու։ Ու շատ դեպքերում այո զողողություններ ա պետք։ Այս պայքարն էլ այդպես է ստացվել։ Ես չգիտեմ, էլի շատ տեսական կարող ենք քննարկել, թե ոնց եւ ինչպես ստացվեց, բայց հիմա այն փուլն է հասել, որ այս պայքարի զոհասեղանին էլ ա պետք ինչ որ բաներ դնել։ Այո, անձնական ինչ որ բաներ նաեւ դնել։